Մրցակցին նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէր կարելի հեշտ թիմերի շարքին դասել։ Մոնտենեգրոն նախորդ ընտրական փուլում բավական հաջող էր հանդես եկել, իսկ այս տարին հաղթանակով էր սկսել, մրցակցի հարկի տակ ջախջախելով Անդորրային 5-0 հաշվով։ Բայց հանդիպումը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ ավելի ուժեղ խաղ է ցուցադրում, ինչն էլ հենց արտացոլեց վերջնական հաշիվը։ Առաջին գնդակը հյուրերի դարպասում հայտնվեց արդեն 3-րդ րոպեին։ Էդգար Մալաքյանը գլխի հարվածով մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Կարծես թե ամեն ինչ հոյակապ էր ընթանում, բայց 23-րդ րոպեին երկրորդ անգամ զգուշացվելու համար խաղադաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը, ու Հայաստանի երիտասարդական թիմը մնաց 10 հոգով։ Առաջին կեսի վերջնամասում Մոնտենեգրոյի նրանց հասակակիցները փորձեցին հետ բերել կորցրածը, առավել ևս հանդես գալով քանակական առավելության պայմաններում։ Մեր պաշտպանությունը սակայն տեղի չտվեց, իսկ երկրորդ 45 րոպեները դարձան մերոնց կատարմամբ գեղեցիկ ֆուտբոլի իսկական տոն։ Նախ Էդգար Մալաքյանը 52-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, տպավորիչ անցում կատարելով ու ոչ մի հնարավորություն չթողելով դարպասապահին։ Անցավ 25 րոպե ու արդեն փոխարինման դուրս եկած Հովհաննես Հովհաննիսյանը ստիպեց հյուրերին երրորդ անգամ խաղը սկսել կենտրոնից։ 2 րոպե անց, սակայն Մոնտենեգրոն Վեսովիչի ջանքերի արդյունքում կարողացավ մեկ պատասխան գնդակ խփել, բայց հայ երիտասարդները այս երեկո անկասելի էին։ Վալտեր Պողոսյանը տպավորիչ վերջակետ դրեց հանդիպմանը, գեղեցիկ պտտեցրած հարվածով 4-րդ անգամ գրավելով Մոնտենեգրոյի դարպասը։ 4-1 ավելի լավ մեկնարկ կանխատեսելը բարդ էր։ Հանդիպումից հետո Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Վլայսավիևիչը ասաց, որ միանշանակ փոխել է իր կարծիքը Հայաստանի ընտրանու մասին, որը շատ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց ու արժանի հաղթանակ տոնեց։ Մասնագետը նշեց, որ մեր ենթախմբում հայտնվեց ևս մեկ ֆավորիտ՝ Հայաստանի երիտասարդական ընտրանին, որն ըստ մասնագետի Չեխիայի իրենց հասակակիցների հետ կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչին, ապա Ռաֆայել Նազարյանը խաղից հետո ասաց. Ընդհանուր առմամբ գոհ եմ շատ, որ 10 հոգով կարացան այս հաղթանակը տանեն։ Ամենայն դեպս, եթե 10 հոգով կարող են բնավորություն ցույց տան, բացի բնավորությունից նաև ըստ ինձ խաղի որակը չընկնի, կարծում եմ, որ այս ֆուտբոլիստները ապագա ունեն։ Այդուամենայնիվ, ըստ Նազարյանի, շատ աշխատանք պետք է իրականացնել, չնայած խոշոր հաշվով հաղթանակին։ Որոշ բաներ կա, որ պետք է կատարելագործվի։ Ես կարծում եմ, որ պետք է կատարելագործվի։ Խաղը պետք է ավելի արագ խաղան, պետք է ավելի լավ լինի։ Բայց հաշվի առնելով, որ առաջի խաղն էր, կարա լինի այդպիսի բան։ Վահան Ղարիբյան, հատուկ մարզական օրագրի համար։